Ողջույն սիրելի բարեկամներ, ես Մայիս Կարիբյանն եմ, նորից եթերում ենք Connect Forever-ի իր հերթական հաղորդումներից մեկը։ Այսօրվա իմ հյուրը շատ հիանալի մի ընկեր է, որ ես շատ շուտով ձեզ կներկայացնեմ, բայց մինչև իմ հյուրին ներկայացնելը ուզում եմ շնորհակալություն հայտնել Fresno Piano, ինչպես տեսնում եք վերևում, Gallery-ից, որովհետև իրանք տրամադրեցին իրենց սրահը, որպեսզի մենք կարողանանք այսօրվա շոուն հենց հերարթակել այս ստորից։ Ես կմտնեմ ներս և կներկայացնեմ իրենց պրեզիդենտին։ How are you? Good to see you. Very good. Սիրելի բարեկամներ, ես ներկայացնելու եմ Fresno Piano Gallery պրեզիդենտին և շուտով ձեզ կծանոթացնեմ։ Jim, thank you to you for having us here. You're welcome. Please introduce yourself. I'm Jim Fishback. I'm the president of Fresno Piano Gallery. We're the home of Yamaha pianos and other pianos, including used pianos. We're right by the Costco in River Park. Very easy location to find. And if you'd like to reach us by our website, it's fresnopianogallery.com, or our phone number is 559-226-0793. And Jim, I personally want to thank you for letting us use your store and have our show here inside of your store. So I truly thank you for that. Sure, I'm happy to do it. Thank you for having us. Thank you. Շատ ուրախ եմ, որ չես մերժել իմ հրավերը և մենք ունենալու ենք հետաքրքիր հարցազրույց։ Պատրաստ ես։ Շատ լավ։ Դե կհանդիպենք։ Ողջույն սիրելի բարեկամներ, ես Մայիս Կարիբյանն եմ, նորից եթերում ենք Connect Forever-ի իր հերթական հաղորդումներից մեկն է։ Ուզում եմ հիշեցնել, որ դուք կարող եք հետևել մեր բոլոր հաղորդումները այցելելով connectforever.org։ Եվ միևնույն ժամանակ շտապում եմ ներկայացնել այսօրվա իմ հյուրին, արդեն իմ լավ ընկերներից մեկը, արդեն 2 տարի, որ իրեն ճանաչում եմ, երաժիշտ Էդգար Գևորգյանը։ Ողջույն Էդգար։ Ողջույն Մայիս ջան։ Ուզում եմ սկսել շնորհակալությամբ ասելով քեզ, որ քո ժամը դրել ես, չես մերժել, մասնակցությունը ես բերում մեր այսօրվա հաղորդմանը։ Մի փոքր կուզեմ դու քեզ ներկայացնես մեր հետևողներին։ Ես էլ կուզեմ շնորհակալություն հայտնել քեզ, որ աջակցեցի Լոս Անջելեսից երկար ճանապարհ կտրեցիր հասար ստեղ։ Շնորհակալ եմ այս ամեն շոուի համար։ Խնդրեմ։ Իմ մասին ներկայացնելը ես ինքս տարբեր մասնագիտություններ ունեմ, բայց երաժշտությունը նախընտրելի մասնագիտություններից մեկն է։ Այո։ Մոտավորապես զբաղվում եմ արդեն 20-21 տարի։ Վաու։ Ավելի խորը գործիքավորում ստեղծագործական աշխարհս ավելի խորը 4-ից 5 տարի։ Իսկ Էդգար, երաժշտությունը ինչ դեր է խաղում քո կյանքում։ Երաժշտությունը բնականաբար բոլոր երաժիշտների մոտ երաժշտություն, եթե մարդ իրան երաժիշտ է անվանում, այո, երաժշտությունը մեծ դեր է խաղում, որովհետև ինքդ երաժիշտ ես, արդեն իսկ ամբողջությամբ տրված ես երաժշտության։ Դրա համար պետք է մեծ դեր խաղա։ Ու շարունակաբար, ասենք ընդհանրապես յուրաքանչյուր արվեստ, եթե մարդ արվեստագետ է, իր մասնագիտական արվեստը դեր է խաղում իր կյանքում, կլինի նկարիչ, կլինի երաժշտություն։ Այո։ Դա համար երաժշտությունից համար մեծ դեր է։ Այդ հարցը նաև գլոբալ, ընդհանուր հարց է, որ պատասխանները կարող լինեն տարբեր զանազան ձևերով, բայց իմ ուղղակի sense կոնկրետ պատասխանը, եթե մարդը երաժիշտ է, նշանակում է երաժշտությունը դերը իր կյանքում մեծ դեր պետք է խաղա։ Ես վերջերս, այսինքն ահագին ժամանակ է անցել, ես տեսա մի հետաքրքիր կլիպ, որ դու նկարել էիր, հոգևոր կլիպ մեր սիրելի երգչուհի Սալփիի հետ։ Ոնց դա ստացվեց եւ ինչպեսի արդյունք դրանից դուրս եկավ։ Որտեւ ես անձամբ լսելով թե բառերը, թե երաժշտությունը, որ դու էիր կատարում, իրոք շատ օրհնվեցի։ Ինձ թվաց դա նոր երգ է, բայց պարզվում է, որ տարիներ առաջ է այդ երգը գրվել։
Այո, ճիշտ է Սիմոնը այս ջան։ Ուրեմն սկզբում ուզում եմ ողջունել Սարպի քրոջը եւ բոլոր մնացած մասնակիցներին, ովքեր մասնակցել են։ Մեր մի լավ ընկեր ունեմ, Աշոտ եղբայրը, մեր իմ ավագ եղբայրն է, իր ներկայությունը նաեւ իր աղոթքների օրհնությունը կլիպը, որպեսզի հաջող ու արագ ստացվի։ Իսկ ոնց ստացվեց անընդհատ YouTube-ով կամ հեռուստատեսությամբ եթեր էր գնում տարբեր հոգևոր երգեր, որը որ անընդհատ կրկնվում էր տարբեր երգիչների կողմից։ Այո։ Մի օր որոշեցի ասի մի երգ լինի, որը կրկնվող չէ։ Չի հնչվի։ Այո։ Այդ մուշեղին զանգեցի, մեր մուշեղ եղբորը, խնդրեցի ասի, եթե հնարավոր է, ինչ որ երգացանկիտ մեջից, որ ունես 90-ական թվականներից, մի երգ, որը դեռ չի կրկնվել, չի հնչվել։ Ասեց ունեմ։ Մեկ հատ երգ ունեմ 80-ական թվականների վերջի 90-ական թվականների սկիզբն ա եղած, բայց գործիքավորում արած չի, ուղղակի ակորդներով, բառերը կան, ակորդները կա, երաժշտությունը կա։ Ասես եթե ցանկություն ունես, արի այդ երաժշտությունը, այդ երգը ինքը երաժշտությունը նաև երգ։ Այո, այո։ Ասես արի նվագենք, ակորդները տանք, փորձի գործիքավորում անես։ Եվ գնացի, տվեցին ակորդները, իակը մահկը ընդհանուր։ Այո։ Ու սկսանք աշխատել։ Մոտարապես 2-ից 3 ամիս աշխատեցի, բայց այդ աշխատանքի մեջ ընդհանուր մենակ իմ դերս չէր։ Այո։ Ունեմ նաև շատ լավ ընկեր, անունը Տիգրան Գրիգորյան, ինքը Մոսկվայում է, իմ լավ երաժիշտ ընկերն է։ Բարևում ենք քեզ Տիգրան։ Բարև Տիգրան ջան։ Ես իրանից անչափ շնորհակալ եմ իր ներդրումը իմ ամբողջ երաժշտական աշխարհի մեջ, որը որ այսօր ես նաև ստեղծագործում եմ, ինքը մեծ ներդրում ունի։ Այո։ Ինքը իսկ պրոֆեսիոնալ երաժիշտ է, որտեղ ավարտած կոնսերվատորիան Հայաստանում, հիմա բնակվում է Մոսկվայում։ Ծանոթացել եմ իրական ձևով, ծանոթացել եմ հեռախոսով։ Ես իրան իմ կյանքում չեմ տեսել, մենք ֆիզիկապես իրար հետ ժամանակ չենք անցկացրել, բայց այնքան ենք մտերմացել, որ շատ հաճախ ենք զրուցում, շատ հաճախ ենք շփվում։ Ես իմ բոլոր գործերս ինչ որ կատարում եմ, ուղարկում եմ իրան, իր քննադատությանը, որովհետև ինքը քննադատում է պրոֆեսիոնալ։ Այո։ Անկամ եթե թերի է, ինքը ուղիղ ձևով ինձ ասում է թերի է եւ նաեւ տալիս է ուղղությունը ոնց շտկվի։ Ես ուզում եմ մի փոքր մեջբերում անել։ Նաեւ հավատում եմ հոգեոր կյանքի մեջ դա էլ է կարեւոր, որ ունենաս մեկը, որ միշտ քեզ հետևի, քեզ ուսուցանի, քեզ ուղեկցի քո հոգեոր կյանքում, ոչ թե միայն երաժշտության մեջ։ Ամեն, համաձայն եմ։ Դասատուներ, այսպես ասած, ամեն մարդ պիտի ունենա, թե կլինի դա քո հովիվը, երաժշտության մեջ, ինչպես դու նշեցիր, մեկը որ ավելի բնականաբար, ու դա շատ ճիշտ է։ Եվ այս հարցին ավելի կոնկրետանալը գալիս է, որ ես Տիգրանի հետ աշխատեցինք։ Այո։ Ես ուղարկեցի, ես սկզբում գործիքավորում, երբ որ արեցի ուղարկեցի Տիգրանին, ես դե մեր ավանդույթին համապատասխան դուդուկ էի դրել, տարբեր գործիքներ էին դրել։ Ջութակը կար, դուդուկը կար եւ մնացած գործիքները գեղեցիկ էր ստացվել, բայց Տիգրանը որ լսեց, ասեց՝ «Արի մի քիչ փոխենք ոճը»։ Եթե չես մերժի, ես մեր հաղորդման ընթացքում մի այդ կլիպը կդնեմ, որպեսզի մեր հետևողները անպայման տեսնեն։ Սիրով։ Նորեն դուրս արի Դու պայլակ բևերի Շուտ պայլադադի Կանի որ աշխարը խավար է բացած Արավոր լույսով մեզ լուսավորի Կանի որ աշխարը խավար է բացած Արավոր լույսով մեզ լուսավորի
մասին բախմում եմ Արասվելի բես Քո մասին լսում եմ Ննչեցողի բես Շուտարի Տեր Հիսուս լուսաշողի պես Որ աշխարհը քեզ տեսնի երեսան երես Շուտարի Տեր Հիսուս լուսաշողի պես Որ աշխարհը քեզ տեսնի երեսան Լուսաշողի պես, որ աշխարհը քեզ տեսնի երեսան երես Շուտ արի Տեր Հիսուս լուսաշողի պես, որ աշխարհը քեզ տեսնի երեսան երես Այդ ժամանակ բնականաբար երկիչ չուի, ոչ էլ երկիչ չգիտենք ում ենք դիմելու։ Այո։ Ես Սալպին ընդհանրապես չէի տեսել իր երգելը եւ ամեն ինչը, բայց չէի ճանաչում։ Այո։ Եվ դիմեցի տարբեր ճանապարհներով, հարցնելով, զանգելով, իմանալով, թե ինչպես կարամ կոնտակտի մեջ մտնեմ։ Մեր Սալպի քրոջ ամուսնու հետ առաջի անգամ զրուցեցի, Սարգիս եղբորը ասի՝ «Մի հատ առաջարկ ունեմ, երգ կա, երաժշտությունը գործիքավոր ամեն ինչ եղած է»։ Շատ կուզեմ Սալպին երգի, որ ինչի Սալպին, որովհետև հետևողականորեն իր երգացանկին, որ հետևում է, շատ գեղեցիկ ձայն ունի։ Եվ նաև շատ պրոֆեսիոնալ էր մոտիկանում, ինձ իր ձայնի մեջ կար նաև ջազային ելևէջներ, նաև ուներ մեր հայկական կոլորիտը։ Ինձ դա շատ էր գրավում, ուզում էի, որ ունենամ տարբերվի երաժշտության ոճը, բայց նաև ունենանք մեր հայկական կոլորիտը մեջը, խաղը, գույնը, մեր հայկական գույնը։ Եվ Աստծո ողորմությամբ իրականում հասանք հանդիպեցինք, զրուցեցինք, Սալպի քույրը համաձայնվեց մեր հետ համագործակցելու եւ մի քանի ամիս հետո ինքը տարբեր ճանապարհորդություն ուներ ժամանակ, քանի ամիս հետո հանդիպեցինք ստուդիոյում։ Ձայնագրությունը կատարվեց, սա գովազդի համար չեմ ասում, ուղղակի պետք է մարդկանց անունը շեշտեմ իրականության մեջ, մեր 5-ը 559 անգլերեն ասում, 5-ը production ստուդիոյում Կարենի իմ լավ ընկերն է, իրան էլ ողջունում Կարեն ջան, շնորհակալ եմ քո համագործակցության համար, օգնության համար։ Իր ստուդիոյում բոլոր վիդեոկլիպը իր ստուդիոյում ձայնագրվեց, նաև Սալպին երգեց ստուդիոյում ձայնագրեցինք, ես արդեն մինուսը պատրաստել էի։ Եվ Աստծո օրհնությունը ինչն էր, Մայիս ջան, այս ամենը կազմակերպվեց, երբ որ մենք որոշեցինք վերջնականորեն պետքա գործ անենք, 2 օրում վերջացրեցինք։ Վիդեո ձայնագրությունը եւ երաժշտական ձայնագրությունը, սա ամենը 2 օրում վերջ եղավ, որը շատ հետաքրքիր ու շատ գեղեցիկ ու շատ հետաքրքիր է դրա համար սա ինձ համար Աստծո օրհնություն էր։ Մարդիկ ինձ շատ անգամ հարցեր են տալիս Աստծո օրհնությունը ինչպես ես տենում կամ երբ Աստծո օրհնությունը ինչպես ես զգում։ Ես Աստծո օրհնությունը զգում եմ ամեն վայրկյան, ամեն առավոտ։ Գոյությունը մարդու դա արդեն Աստծո օրհնությունն է ինձ թվում է։ Ես ուզում եմ մեջբերում անել։ Իհարկե ես քո տվյալները կդնեմ մեր special հյուրերի շարքում եւ էկրանների մեջ դուք կարող եք կապնվել Էդգարի հետ, եթե ուզում եք ավելի շատ երաժշտության մեջ կրթվել, Էդգարը մեծ սիրով ձեզ կօգնի, որտեվ ոչ թե միայն ինքը երաժշտության մեջ է, այլ նաև գիտեմ, որ դու ունես տարբեր աշակերտներ, որոնց սովորացնում ես երաժշտություն։ Էդգար, իսկ ունենալով
տաղանդ երաժշտության մեջ։ Ինչպես է դա ծառայել քեզ, որպեսզի դու ծառայես քո տաղանդով Աստծուն։ Հենց այդ տաղանդ բառը ինձ թվում է Աստծո օրհնությունն է։ Եվ հենց այդ ասում ես տաղանդ, ես ինքս չեմ համարում ինձ տաղանդավոր անձնավորություն, ինչ որ գործ որ անում եմ, իմ գործերիս հիմքը, ինիցիատիվը սկսում է աղոթքից։ Ես աղոթում եմ գործը սկսելուց առաջ։ Եվ եթե շատ ժամանակ եղել են գործեր, որ ես ուզել եմ ստեղծագործեմ, չի ստացվել։ Այդ եկել եմ հասել եմ ինչ-որ մի հատվածի երաժշտության մեջ, որ կանգ եմ առել։ Չի ստացվել։ Ուզեցել եմ շարունակեմ, հետո սկսել եմ գրքեր կարդալ, տարբեր տեսակի երաժշտական գրականություն կարդալ եւ լսել տարբեր երաժշտություն, փորձել շարունակություն տալ, չի ստացվել։ Ուրեմն դա պետք չէ լիներ։ Բայց ինձ թվում է այն ինչ որ ստացվել է, դա արդեն Աստծո կողմից տրված, Աստծո օրհնությամբ ստված է։ Սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, մի փոքր գովազդից հետո մենք կշարունակենք մեր հարցազրույցը Էդգարի հետ։ Սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք այսօրվա հարցազրույցը եւ հիշեցնեմ, որ դուք նայում եք Connect Forever educational show-ն, դուք կարող եք այցելել մեր վեբսայթը connectforever.org եւ տեսնել բոլոր այն ծրագրերը, որ մինչեւ այսօր մենք պատրաստել ենք ձեզ համար։ Եվ հիշեցնեմ, որ այսօր ես իմ հարցազրույցը ունենում եմ Էդգար Գևորգյանի հետ։ Էդգար, շարունակենք մեր այսօրվա հարցազրույցը եւ ուզում եմ միանգամից անցնել մյուս հարցին։ Հարցը այսպիսին է. տարբեր ոճի երաժշտություններ կան։ Ինչքան է կարևոր որ ճիշտ ոճ լսել, որտեվ համաձայն կլինես իմ հետ, կարծում եմ որ ոճեր կան, որ իրոք կարող է քո հավատքի մեջ խանգարի եւ ինչքան է կարևոր որ ճիշտ երաժշտություն դու լսես։ Դες սկսած պատմական տարաշրջան որ անցնենք մոտավորապես երկար տարիներ, 1000 տարի առաջ, երբ որ երաժշտությունը ինքս ծաղկում ունեցավ մոտ 1020-ական թվականներ, սկիզբը երաժշտության եղել է հիմնականում եկեղեցական։ Այո։ Եվ մեր բոլոր անգամ Բախը, երբ որ սկսեց իր բարոկ դարաշրջանում արդեն իսկ երբ որ սկսեց իր ստեղծագործումը, միջև ինքը երաժշտություն էր ուսուցանում եկեղեցում։ Երաժշտություն ուսուցանում մեր հոգևոր տեղեր էր ուսուցանում։ Այսինքն երաժշտությունը սրանով գալիս է, որ մեծ դեր է խաղում հոգևոր շինության մեջ, որովհետև երաժշտությունը իրական ֆիզիկայի օրենքներով ինքը ունի wave-եր, ալիքներ է բաղկացած։ Եվ նման ալիքներով մարդիկ կան խենթանում են այդ ալիքների տակ, երբ որ կարողանում ես այդ ալիքը ճիշտ ներկայացնես ու ուզենաս խենթացնես այդ անձնավորությունը, շատ մարդկանց մոտ դա ստացվում է։ Եվ կարողանում ես նաև հանգստացնել։ Օրինակ, նաև մեր կենսաբանական աշխարհում շատ ժամանակ շատ տեղեր ես կարդացել եմ, որ գիտնականները հիմնական դասական երաժշտություն են լսում, ու այդ դասական երաժշտությունը օգնում է իրանց անգամ բուսականությանը հարթամ աճելու։ Բուսականությունը ինքը կենթանական աշխարհի մի ուրիշ տեսակ է, որը ունի իր մեջ կենթանական բջիջներ եւ այլն զարգացում է տալիս։ Այսինքն անգամ այդ կենթանի բջիջները բուսականության մեջ իրանք ընկալում են դասական երաժշտությունը որպես դրական ազդեցություն։ Հիմա խնդիրը սա է, բնականաբար դարաշրջանը փոխվել է, բարոկ դարաշրջանից եկել են հասել են կլասիկ դարաշրջան, ենք Բեթհովենը, Բախը, եւ եկել ենք գնացել ենք դեպի ռոմանտիկ դարաշրջան։ Հիմա այս պահի դրությամբ մենք ունենք տարբեր ժանրի երաժշտություններ։ Ես եթե մեկուսացնեմ ինչ-որ մի երաժշտություն, դա քննադատություն կլինի, որը չեմ ցանկանում։ Ուղղակի մարդը իր հոգուն հարազատ պետք է նայի, թե ինչ երաժշտություն է ուզում լսել։ Եթե մարդը Աստծուն հետ կապ ունի, աղոթք անում, Աստվածաշունչը կարդում,
ինքը չի կարող լսել այն երաժշտությունը, որը իր հոգու համար ծանր կլինի։ Դա ուղղակի ընդհանուր ամեն ֆիզիկայի, քիմիայի եւ ֆիզիոլոգիայի մարդաբանությանը դեմ է։ Դա ինքը միշտ նման մարդիկ, երբ որ Աստծո հետ կապի մեջ են լինում, նրանք լսում են համապատասխան երաժշտություն, որը որ իրանց հոգուն հանգստություն է տալիս։ Թե հիմա դա այդ երաժշտությունը որը կլինի, արդեն այդ անձնավորությունը մարդու ճաշակից է, բայց իրականում բայց պիտի ուշադիր չէ լինենք։ Ուշադիր պետք է լինենք, որը իրականության մեջ կան երաժշտություններ ու նաև կան երաժշտության մեջ դեցիբելներ, որոնք նման ունգընտրելու ժամանակ, լսելու ժամանակ խախտում են մարդու հոգեկան աշխարհը։ Դա ուղղակի տեսակներ կան, որը ես չեմ ուզում անդրադառնամ սպეციფიկ ձևով, դա մարդու ճաշակից է գալիս։ Ժամանակի պատճառով ուզում եմ քեզ վերջի հարցը տալ։ Լինելով որպես երաժիշտ, ինչ խորհուրդ կտաս նրանց, ովքեր սիրում են երաժշտություն եւ նրանք, ովքեր սկզբնյակ են երաժշտության մեջ։ Որպես երաժիշտ իմ խորհուրդս նա է, որ ովքեր սիրում են երաժշտություն, բնականաբար խորհուրդ կտամ շարունակեն սիրել։ Երաժշտությունը դա շատ մի գեղեցիկ արվեստ է, որը ազդում է մարդկանց ներաշխարհի վրա եւ շատ շարունակեն սիրեն եւ եթե կարող են ստեղծագործեն, թող ստեղծագործեն նաեւ։ Սկսնյակ երաժիշտներին խորհուրդս տալը այն է, որ շատ կարդան երաժշտության մասին։ Շնորհակալություն Էդգար, ես ուզում եմ ասել, որ իրոք քո ժամը դրեցիր, մասնակցեցիր մեր հաղորդմանը եւ ես մի բան կարող եմ ավելացնել, թե երաժշտության մեջ, թե հավատքի մեջ պետք է ժամ դնես, պետք է սովորես, պետք է իրոք սիրես եւ քրտնաջան աշխատանքից հետո թե երաժշտության թե հավատքի մեջ իրոք կտենաս իրական արդյունքները։ Այսինքն, որպեսզի Աստծո օրհնություն ստանաս, աշխատանք պետք է կատարես։ Չես կարա բազմոցին նստես ու սպասես օրհնությունը վերևից կսեպի։ Նման խոսակցություններ կան, աղոթքի ժամանակ մարդիկ օրհնությամբ են լցվել, վայելում են այդ օրհնությունը։ Ես դեմ չեմ, բնականon տես նման բաներ շատ կա, բայց երբ որ ինչ-որ աշխատանքի պտուղ ես ուզում ստանաս, դա պետք է գործ անես, աշխատանք պետք է դնես։ Եթե այդ աշխատանքը չկա, Աստվածը ինչ օրհնի։ Ինչ որ մի բան պետքա լինի օրհնելու համար, որ օրհնություն ստանաս։ Աշխատանք ինչ որ կլինի, դա կլինի երաժշտություն, դա կլինի նկարչություն, դա կլինի բժշկագիտություն, դա կլինի ինչ որ մի մասնագիտություն, կապ չունի։ Երբ որ աշխատանք ես ունենում, իմ որպես քրիստոնյա, ինձ թվում է բոլոր քրիստոնյաները պետքա դրան հավատան։ Եթե մարդը իրականում քրիստոնյա է, հավատք ունի Աստծո նկատմամբ, իր աշխատանքի մեջ ինքը իր օրհնությունը Աստծուց ստանալու է։ Ամեն, ամեն։ Շատ լավ, շնորհակալություն եւս մեկ անգամ Էդգար։ Շատ հետաքրքիր հարցազրույց ունենալու համար ես անպայման քո տվյալները կդնեմ, որպեսզի մարդիկ հարցեր ունենան, կապնվեն քեզ հետ։ Սիրով, ես էլ շնորհակալ եմ քեզանից։ Շատ լավ։ Այնպես որ սիրելի բարեկամներ, մաղթում եմ ձեզ հաջողություն, մնացեք Աստծո օրհնության մեջ եւ հիշեք, Աստված օրհնում է աշխատասիրությունը մանավանդ, երբ որ գալիս է հավատքին։ Աստված օրհնի բոլորիդ, մնացեք խաղաղությամբ, ստեսություն ձեզ։ Հաջողություն։